Լրվերջերս էր, նա քայլում էր մեր կողքին, մեզ հետ էր, և մենք նրան վարպետ էինք կոչում։ Հեշտ չէ արվեստում վաստակել այդ պատվանումը։ Նա մեր մշակույթի կյանքի անբաժանելի մասնիկն էր, համեստ ու պարզ մարդ, ինչպես բոլոր տաղանդավոր ստեղծագործողները, իր ներկայությամբ հանգստություն ու իմաստնություն էր փոխանցում շրջապատին։ Այդպիսի մեծերի հեռանալուց հետո քաղաքն ու երկիրը դատարկված են թվում։ Նա թողեց այնպիսի մեջ եռանկություն, որ արժևորման հետ զուգընթաց իր հարատև ներկայությունն է ապահովելու մեր կյանքում և նորից հպարտություն է պարգևելու, հպարտություն, որ նրա ժամանակակիցն ենք եղել։ Թողնելով եգիպտական ափերը, նա խարիսկ գցեց իր հայրենի երկրում, Հայաստանում, և դա համարեց այն մեծագույն երջանկությունը, որը կարող է պատահել արվեստագետի և առասարակ մարդու կյանքում։ Հաստատվեց այստեղ, որպեսզի համարվելով Սարյանի և Մինասի հետևորդը ու ներշնչվելով նրանց արվեստից, իր գործերում ներկայացնի Հայաստան աշխարհի իր պատկերն ու գույնը, ստեղծի իր Հայաստանը։ Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ ես ծանոթացա, երբ ես 25 տարեկան էի։ Դա տարիներ առաջ էր և սրտի տրոփյունով ես մոտեցա վարպետին։ Տածում էի մեծ ակնացանք և ինձ զարմացրեց այդ հսկա մարդու համեստությունը և պարզությունը։ Նա յուրաքանչյուրի հետ վերաբերում էր որպես իր թեկուզ կրտսեր ընկերոջ հետ, կամարանք չկար, մեծամտություն չկար, և ես էլ ավելի գոտեպնդված սկսեցի զրուցել նրա հետ։ Դա իմ առաջին հանդիպումն էր, որը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այնուհետև բազմիցս իհարկե եղել եմ արվեստանոցում, ծանոթացել եմ նրա արվեստին, և գիտեք ինչն է հետաքրքիր, որ Հակոբ Հակոբյանը դա այն անսպառ աղբյուրն էր, որ մինչև վերջ նրան ճանաչել, այսինքն ճանաչողության իմաստով պարպել, հետաքրքրությունը թերևս անհնար էր։ Թվում էր, թե ինքը ամեն ինչ արել է, թվում էր, թե ինքը ամեն ինչ ասել է, անգամ իր լռությամբ, իսկ Հակոբյանի լռությունը բազմախորհուրդ էր և բազմանշանակ։ Անսահման բարի անձնավորություն էր, բարձունքների հասած, բարձունքներ հաղթահարած ժողովրդական նկարիչը, պետական մրցանակների դափնեկիրը և այլն, որը իսկապես հիրավի ժողովրդականություն էր վայելում և նրան ճանաչում էին նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Այնուամենայնիվ նա չէր զլանում և զննում է յուրաքանչյուրի նկարը, անգամ վերնիսաժում ոչ արվեստագետների աշխատանքները նա չէր տրտնջում զննելիս և մանրամասն ուսումնասիրում էր, որովհետև նրա համոզմունքն էր, որ եթե նկարիչը նկարել է, ապա ունի իր պատմությունը, որովհետև յուրաքանչյուր նկարչի նկար, ստեղծագործություն դա իր պատմությունն է, և երբևիցե միտում չուներ այդ վարպետը կոտրելու իր քննադատությամբ և այլն։ Այդպիսի մարդ էր ինքը։ Հայաստանի վաստակավոր նկարիչ, սովետական տարիներին պետական մրցանակի արժանացած, ռուսական ակադեմիայի անդամ ընտրված, մի խոսքով մեր շատ սիրելի նկարիչ Հակոբ Հակոբյանը։ Եվ երբ այսօր իր արվեստի գնահատականը նորից սկսեց բարձրանալ և ոչ միայն բարձր է գնահատված ռուսական թանգարաններում, այլ նաև Եվրոպայում։ Եվ նկատի առնելով նրա գնահատումը, այսօր մենք պետք է նոր մոտեցում ունենանք և պարզենք, թե ինչ պատկերեց մեզ նկարիչ Հակոբ Հակոբյանը, ինչ պատկերեց հայոց նկարչությանը և մեր արվեստի պատմության մեջ ինչպիսի խոր բովանդակալից ուրեմն գաղափարական արվեստ հիմնեց։
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Ինչպես շատ երեխաներ, նա էլ էր սիրում նկարել։ Մանուկ տարիքում կորցնում է հորը, այնուհետև մեկնում է Կիպրոս, ուսանում տեղի Մելքոնյան վարժարանում։ Այստեղ հավաքված էին տարբեր գաղթօջախներից եկած աշակերտներ, որոնց մեջ Հակոբն առանձնանում էր նկարչական ձիրքով։ Նրա առաջին ուսուցիչները դարձան Առաքել Պատրիկը և Օնիկ Ավետիսյանը։ Հակոբ Հակոբյանն իր մասնագիտական կրթությունը ստանում է Կահիրեի գեղարվեստից ակադեմիայի դասընթացներում 1944-ից 48 թվականներին։ Այդ տարիներին մասնակցում է եգիպտահայ նկարիչների տարեկան ցուցահանդեսին, ներկայացնելով 3 նկար։ Հիացումը նրա առաջին ցուցադրված աշխատանքներով այնքան մեծ էր, որ եգիպտահայ համայնքը վճռում է երիտասարդին միջոցներ տրամադրել կրթությունը շարունակելու Փարիզում, ուր նա մնում է 2 տարի, 1952-ից 54 թվականներին։ Սկզբում ուսանում է Լոտի արվեստանոցում, ապա Գրան Շոմիե ակադեմիայում։ Այսպիսով, սկսնակ նկարիչը հայտնվում է Փարիզյան վիթխարի մշակութային միջավայրում։ Հակոբյանի խոստովանությամբ հայտնի նկարիչների ու իրենից ավելի փորձառու տարեկիցների մեջ ինքն իր տեղը չէր գտնում։ 1952 թվական նա գալիս է ուրեմն Փարիզ եւ Փարիզում ակադեմիայում սովորում է եւ իհարկե նրանով սկսում են հետաքրքրվել։ Եվ շատ կարևոր է դա հիշել, որովհետեւ մերոնք, որոնք լսում են իր մասին, առաջին անգամ պետք է պատկերացնեն, որ կարևոր ուսուցիչները Ֆրանսիայում կամ Եվրոպայում այդպիսի մագարտագի նկարիչներ են ուսուցում տարածում։ Եվ ամեն անգամ գալիս նայում է եւ տեսնում, որ իր զգացումային աշխարհը, իր ապրումները ամբողջը մի տեսակ հայելի է դառնում իր պատկերների մեջ։ Եվ ահա, երբ մոտենում է 2 տարին, նա գալիս է իր մոտ, ասում է, շատ եմ հավանում քեզ, իմ վրա եմ վերցնում, որ քո ցուցահանդեսը պիտի անեմ Փարիզում, որովհետև ասում է, դու զգացում երգող նկարիչ ես։ Եվ ահա պատկերացրեք, ինչ գնահատական ստացավ, եւ երբ նրա գործերից մեկ հատ ընդրեցին, որպեսզի միջազգային երիտասարդական ցուցահանդեսներին ներկայացվի ուրեմն Բուդապեշտում։ Եվ ահա նա ստացավ բարձր մրցանակ։ Եվ նա երազում էր այդ պահին, որ նա Հայաստան գա։ Իհարկե չկարողացավ Հայաստան գալ 53-54 թվականին, բայց այդ գործը, որ մրցանակ շահեց, նա ուղարկեց սովետական երկիր, որ Մոսկվա, եւ եթե չեմ սխալվում, այժմ պահվում է Պետերբուրգում։ Նրա ստեղծագործական կյանքում եղել է մի քանի տարի, որ հուսահատության գիրկն ընկնելով շատ քիչ է նկարել ու լուրջ հաջողությունների չի հասել։ Նկարիչն իր հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչ հետաքրքիր ձևով է վերագտել նորից նկարելու ցանկությունը։ 57-ին հանկարծ օրը, երբ տանս պատշգամբը կանգնած էի, մերն ալ նկատեցի, որ պատշգամբի խողովակներուն կախված կար փունջ մսխտոր։ Եվ ես հանկարծ տեսա, որ այնտեղ նկար մկար։ Այդ պահուն անդրադարձա, որ նկարներն իմ շուրջս են։ Ես տեսա այն նկարը, զոր կուզեի նկարել։ Այս պահեն սկսյալ ես տեսա, որ շուրջս նկարելիք բաներ կան, այսինքն սկսա տեսնել այն, ինչ որ կուզեի նկարել։ Դժվար է պատկերացնել, որ խողովակը, ջրհորդանն ու սխտորը կարող են ներշնչանքի աղբյուր հանդիսանալ։ Դժվար է պատկերացնել նրանց համար, ովքեր ծանոթ չեն Հակոբ Հակոբյանի արվեստին։ Հենց այս օրերին էլ նկարիչը գտնում է իր ստեղծագործական ինքնուրույն ճանապարհը։ Նրա կտավները ներկայացնում են տարբեր քաղաքներում կազմակերպվող ցուցահանդեսների ու փառատոներին։ Նա մասնակցում է երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնին, արժանանալով 2-րդ մրցանակի։ Մասնակցում է նաև արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին։ Հակոբյանն իր ստեղծագործական առաջին շրջանում վրձնել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են թախծի ու առանձնության զգացումները, կինը խոհանոցում, սխտորներ,
վիշտը, դերձակը գործերը այդ շրջանի լավագույն ստեղծագործություններից են։ Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում ստեղծել է թեմատիկ կտավներ, այդ շարքում նաև միայնակ մարդկանց պատկերներ։ Այդ առաջի շրջանի գործերը, երբ մենք պատկերացնենք, իհարկե ինքը հայ կյանքի շարունակողը դարձավ։ Եվ նրանք, որոնք հայոց մեծ եղերնի ժամանակ փրկվել էին ընտանիքներ, որոնք ծանր վիճակում շարունակում էին ապրել, ինքը կարողացավ այդ հոգեգան վիճակի արտացոլումը տալ իր արվեստում։ Ու պատկերացնենք օրինակ արդեն ազգային պատկերասրահում գտնվող վիշտ նկարը։ Նստած մի աշխատող մարդ եւ նստել է այնպես, որ գլուխը մենք չենք տեսնում։ Միայն ուսերն ենք տեսնում, գլուխը կախել է ցած։ Ինչու՞։ Այդպիսի նկար չկա պատմության մեջ։ Նրա գործերը իհարկե ընդրվեցին Եգիպտոսում Ալեքսանդրիայի թանգարանների համար, Կահիրեում, եւ ահա մոտեցավ 1961 թվականը։ Եվ ահա այդ ժամանակ անընդհատ կապված լինելով Հայաստանին, նա իր 10 լավագույն գործերը ուղարկում է պատկերասրահ նվեր։ Եվ ահա ես արդեն ընդունվել էի 60 թվականին աշխատելու պատկերասրահում եւ այդ գործերը դրեցինք եւ մենք մնացինք զարմացած։ Իհարկե այն ժամանակ ոչ թե 1-2 հոգով որոշվում էր ինչ-որ հարց, այլ նկարիչների միության նախագահ, կուլտուրայի մինիստրություն, կուսակցական մշակութային բաժնի վարիչներ եւ այլ եկան եւ նայելով այդ գործերը միանգամից բարձր գնահատական տվեցին, որ այս գործերը պետք է կախել, սա մեր հոգու արտահայտությունն է, եւ դա այն ժամանակն էր, երբ 1961 թվականին Խրուշչովի ժամանակ սկսվեց ձնհալի ժամանակը, կառավարական հրամանը կամաց-կամաց մեղմություն ապրեց եւ նոր սերունդը նկարիչների սկսեց բարձրանալ։ Ամեն ինչ նրա կյանքում վերընթացունով էր առաջ գնում, սակայն հայրենիքում հաստատվելու մեծ փափագը չէր լքում Հակոբ Հակոբյանին։ Արտաքին աշխարհից երկաթե վարագույրով պատնեշված խորհրդային երկիր գալն այնքան հեշտ չէր։ Այնուհանդերձ 1962 թվականի աշնանը նրան հաջողվում է ընտանիքով տեղափոխվել Հայաստան։ Մինչ այդ հայրենիքում նրա մասին գիտեին միայն մամուլից ու այն նկարներից, որ նա 1960 թվականին նվիրաբերել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Եվ ահա նա գալիս է մշտական բնակություն հաստատելու հայրենի երկրում։ Առաջին անգամ հայրենիքը, աշխարհի այս փոքրիկ հողակտորը, ուր հազարամյակներ շարունակ ապրում է իմ ժողովուրդը, ինձ համար դարձավ շոշափելի իրականություն։ Ես հայրենի բնաշխարհում էի, ուզում էի ճանաչել, տեսնել, նկարել Հայաստանը, ձուլվել նրան։ Խոստովանել է նկարիչը։ Այո, իհարկե, դա նրա իղձներ, դա նրա երազանքներ տեղափոխվել Հայաստան, բայց արդյոք մենք գիտենք, թե ինչ իրարամերժ ապրումներ էին նրա ներսում տեղափոխվելուց հետո, տեղափոխվելուց 10 տարի առաջ եւ կամ տեղափոխվելուց 10 տարի հետո։ Բանն այն է, որ արդեն 40 տարեկան էր Հակոբ Հակոբյանը, երբ այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ։ Հակոբ Հակոբյան արվեստագետը հայկական կերպարվեստի պատմության մեջ այն ներկայացուցիչների թվին է պատկանում, ովքեր ձևավորվեցին արտերկրներում եւ վերադարձան արդեն մայր հայրենիք, եւ նրանք հայոց մեծ եղեռնի փշուրներն էին, որոնք հենց իրենց լինելով եւ իրենց ստեղծագործություններով ապացուցեցին մեր հաղթանակը, մեր անպարտելի լինելը։ Հիշենք օրինակ Պետրոս Կոնտուրաջյանին, որը Ֆրանսիայից վերադարձավ Հայաստան, հիշենք Հարամիկ Ղարիբյանին, հիշենք Բարթուղին, հիշենք Պարուհի Թեփելիկյանին եւ շատ շատերին։ Հայ արվեստաբանները ձևակերպում տվեցին սփյուռքահայ նկարիչներ։
Կոնկրետ Հակոբ Հակոբյանի դեպքում ես կդժվարանամ այդ ձևակերպմամբ բավարարվել սփյուռքահայ գեղանկարիչ, ոչ, Հակոբ Հակոբյանը հենց ինքը Հակոբ Հակոբյանն էր, որովհետև նույնիսկ իդենտիֆիկացման դեպքում դժվարանալ լավ իմաստով իհարկե հնարավոր չէ, երբ նայում ես կտավին իսկույն ճանաչելի է Հակոբ Հակոբյանի ստեղծագործական ձեռագիրը։ Քանի որ Հակոբյանը իր հետ հայրենիք էր բերել մոտ 5 տասնյակ կտավ, նրա առաջին անհատական ցուցահանդեսը չուշացավ ու նկարչի յուրատեսակ այցեքարտը դարձավ։ Նա միանգամից մերվում է նկարիչների ընտանիքին, մտերմանում է վրձնի Հայ Հանճարի, Մարտիրոս Սարյանի ու Ծագող տաղանդ Մինասի հետ։ Առաջին անգամ երբ Երևան եկավ եւ տեսավ Մինասի ցուցահանդեսը, 5 հոգի էին ներկայացված, դա 62 թվականի ու առաջին արտիական նկարիչների ցուցահանդեսի ցուցադրումն էր։ Եվ այն սկսեց այսպես կանգնած, հիշում եմ իրեն, նայում էր Մինասի գործերին։ Եվ հանկարծ տեսա, որ Մինասը եկավ, գողքը կանգնեց։ Մեկ էլ ասեց, որ ես եմ Մինասը։ Ո՞վ ասեց։ Հրաշալի ասեց, շատ եմ հավանում։ Ես առաջի անգամ եմ։ Ո՞վ ասեց, այգեք միասին գնանք արվեստանոց։ Եվ այդ սերը, այդ կապը այնպիսի հիմնում ստացավ, որ Հակոբը իր ոճով, Մինասը իր ոճով կարողացան 60-ական թվականների հրաշալի տաղանդավոր նկարիչների մի խումբ, որոնց մեջ նրանք դարձան այդ սերնդի այն ներկայացուցիչները, որոնք հաստատեցին նոր վերածնունդ հայկական արվեստում։ Հենց 60-ականներից մուտք գործելով հայկական միջավայր, հայկական կերպարվեստում զբաղեցրեց իր ուրույն եւ նշանակալի տեղը եւ կարծես թե դարձավ մի կղզի։ Դա առաջին տպավորությունն էր, որովհետեւ որևիցե մեկին նման չէր նրա վրձինը, նրա որդեգրած ոճը, նրա նկարելաձևը, նրա հավատամքը, բայց դա առաջին հայացքից զուտ։ Հիմնականում հիմքում Հակոբ Հակոբյանի արվեստի նույն էպիկական բնանկարներում իհարկե, նույն էպիկական Հայաստանն է, լիրիկական շնչով դա սերն էր դեպի հայրենիքը, գուցե զարմանալի եւ կամ վիճահարույց թվա իմ ասածը, բայց նույն էներգետիկան էր, ինչը որ ենթադրենք Սարյանի Հայաստանում, Մինաս Ավետիսյանի Հայաստանում, իդեպ հենց նույն վարպետը Հակոբ Հակոբյանը շատ էր գնահատում վերոհիշյալ երկու գեղանկարիչներին։ Սկզբում նա բնակվում է Լենինականում, այս ինքնատիպ քաղաքը միանգամից ոգեշնչել է նրան իր տպավորիչ միջավայրով։ Երբ հասանք Լենինական ու ավտոյի մեջ նստած մեր նոր բնակարանն էին տանում մեզ, պատմում է Հակոբ Հակոբյանը։ Աչքերս բացած, ասենք 4 աչք դարձած, նայում էի, որ Լենինական քաղաքի մեջ որևէ նկարելու բան կար ինձ համար։ Քարքարոտ այդ տուները որ տեսա, ասի ուրեմն ես այստեղ նկարելու բան ունեմ։ Առաջին օրն իսկ Լենինականում գնացի նստեցի փողոցի վրա ու սկսեցի նկարել։ Այդ օրվանից էլ սկսեցին ծնվել Շիրակի բնությունը պատկերող գեղեցիկ կտավները։ «1967 թվականին Հակոբ Հակոբյանի բնակարան են տրամադրում Երևանում, որտեղ եւ նկարիչը վերջնականապես հաստատվում է։ Գրեթե 50 տարի ապրելով մայրաքաղաքում նա դարձավ այն դեմքը, առանց որի Երևանը դժվար էր պատկերացնել։ Այդ տարիներին հաճախակի էին նրա անհատական ցուցադրությունները ինչպես Երևանում, այնպես էլ մոտ 2 տասնյակ այլ քաղաքներում, այդ թվում Վիեննայում, Փարիզում, Նիկոսիայում, Մոսկվայում, Բեյրութում, Հելսինկիում, Լոս Անջելեսում։ Նրա բազմամյա բարձրարվեստ գործունեությունը ըստ արժանվույն է գնահատվել։ Հակոբ Հակոբյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել, իսկ 1986 թվականին նրան շնորհվել է Խորհրդային Միության պետական մրցանակ։ Նրա ցուցահանդեսները այդ շրջանում 25 սովետական ցուցահանդեսներում բացվեց։ Եվ ապա Մինասի հետ միասին ցուցադրվեցին Վիեննայում եւ ուրիշ տեղերում։ Եվ այս երկու նկարիչների ներկայացումը դարձավ բացառիկ։ Բարձր գնահատվեց սովետական երկրում եւ նրան ընդունեցին ակադեմիայի անդամ սովետական, ինչն էր պատճառը, որ նա այդ նոր
խոր զգացական ապրումի նկարիչ հաստատվեց ամբողջ սովետական այս ընդրովի ուրեմն ղեկավարության կամ խմբի կողմից այդպես ճանաչվեց Հակոբը։ Հակոբյանի նկարչությունը արժևորվում է արվեստի ամենագնահատելի հատկանիշներից մեկով՝ պարզությամբ, նաև գույների ժլատությամբ։ Քիչ արտահայտչյան միջոցներով շատ բան ասելու վարպետությամբ Հակոբ Հակոբյանը եզակի նկարիչ է ոչ միայն հայ, այլև համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ։ Եթե երկիրն է ծնում իր արվեստագետին, ապա տաղանդավոր արվեստագետն էլ ստեղծում է երկրի այս կամ այն կերպարն ու հանրային ընկալումը։ Հակոբ Հակոբյանը հաճախ էր ասում, որ կուզեր Սարյան լինել, որ Սարյանն ամենամեծն է եւ որ ինքը մի չստացված Սարյան է։ Իրավամբ, Սարյանն ստեղծեց իր Հայաստանը եւ առանց Սարյանի քթավների Հայաստանի ընկալումը այլ կլիներ՝ մի տեսակ կիսատ ու անձև։ Կարելի է ասել, որ Հակոբ Հակոբյանին եւս հաջողվեց ներկայացնել իր Հայաստանը։ Տափաստանային դեղինի մեջ հայտնված միայնակ էլեկտրասյուն լինի, թե քարերի մեջ չգիտես ինչպես ծլարձակած ծառ, դա Հայաստանն է։ Նրա Հայաստանը զուրկ է շքեղ ու շռայլ գույներից, պարզ, փոքր-ինչ միապաղաղ ու սառը գույները այնուամենայնիվ ջերմացնում են հոգիդ հարազատությամբ, մի անանուն կարոտով։ Թվում է, թե ինչ-որ տեղ, հայրենիքի մի եզերքում թեև արև է ու շոգ, բայց առանց քո ներկայության մրսում է մի ծաղիկ, մի ծառ, կամ նույնիսկ արևից շիկացած մի քարակտոր։ Ըստ նկարչին մտերիմ ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, Հակոբյանի արվեստի պարզությունը շատ է նման Կոմիտասի երաժշտությանը։ Պարզություն, որն արտացոլվում է նաև կտավների անվանումներում՝ ամպը, սիրո պարտեզ, օրը, ընտանիք, համբույր։ Երբ Լենինագրանից գալիս էր Երևան, անընդհատ մեքենայի պատուհաններից նայում էր լանջերին, նայում էր քարերին, այդ ամբողջը տեսնելով կամաց իր մեջ բացվեց, զգաց սովետական երկրում այնպես ճանաչել բնությունը, որ այդ բնության պատկերների մեջ բացահայտի նոր օրվա ժամանակակից հնչողությունը զգացական աշխարհի։ Եվ ահա Հակոբը դարձավ այդ նկարիչը։ Մեր գեղարվեստի բնանկարչության պատմության մեջ մենք այդպիսի նկարներ չենք տեսել։ Եվ կարելի ասել, որ դա հողեղեն գույներով նկարներ են։ Եվ կարելի ասել, որ լռություն է իշխում այդ բնանկարների մեջ։ Երբ նայում ենք այդ գործերին, դա այդ ահավոր տարածություն, կարծեք սահման չկա։ Դա իր սիրո վկայությունն է հանդեպ այն բնանկարները, որ նա ստեղծում էր։ Եվ այնպիսի ծառեր, այնպիսի գետափեր, որ այնպիսի տպավորություն ստացավ, որ մի անգամից նույնիսկ ոչ թե Հայաստանում, այլ սովետական աշխարհում արժանացավ բարձր գնահատականի։ Եթե մենք խոսենք Հակոբ Հակոբյանի զուտ արվեստաբանի տեսակետից, ապա իհարկե գերակշռող նշանակությունը այս ստեղծագործություններում վերաբերում է գծին։ Ավելի շատ գծի վարպետ էր, քան գույնի։ Թյուր կարծիք կա, որ Հակոբ Հակոբյանը միապաղաղ ստեղծագործությունների հեղինակ էր։ Ոչ, այստեղ պարզությունն է, սակայն ոչ պարզունակությունը։ Այստեղ Հակոբ Հակոբյանի հետևողականությունն է դրսևորվում։ Եվ իհարկե փուլ առ փուլ նրա զարգացումը, որը արդյունք է նրա պրպտումների, նրա դիտողականության, նրա քաղաքացիական կեցվածքի, նրա մարդ տեսակի։ 60-ական թվականներից, երբ ինքը արդեն Հայաստանում էր, ինքը դարձավ մի զորեղ հսկա բնանկարի ժանրում։ Եվ Հակոբ Հակոբյանի վրձնած բնանկարները տեսանելի դարձրեցին մեզ համար բոլորովին այլ Հայաստան, որը շատ նոր շունչ բերեց եւ գույնի տեսակետից եւ կոմպոզիցիոն կառուցվածքի տեսակետից եւ ինչու՞ չէ էներգետիկ ընկալողականության տեսակետից։ Վերարտադրողական չեն Հակոբ Հակոբյանի բնանկարները։
վարպետը ձգտում էր լավագույնս, դա հաջողվում էր նրան վերհանել պատկերված տեսարանի ներքին էությունը եւ այստեղ է որ նա ցուցադրում էր իր տեսած Հայաստանը եւ մենք ճանաչում էինք այդ եւ մենք սիրում էինք այդ նորություն բերելով այդ նորությունը բնավել խորտ չէր հանդիսատեսի համար սա կարևոր հանգամանք է բավականին կարևոր հանգամանք է Հայաստանում նա անընդհատ շարունակեց աշխատել երբեմն Արագածի լանջերում երբեմն Եղեգնաձորում, Արարատյան դաշտում, որտեղ գնում էր, նա գտնում էր այնպիսի բնանկար, որի մեջ բացահայտվեր իր հոգեգան ապրումները։ Բնանկար, որքան գեղեցիկ անես, եթե արվեստագետի հոգեգան ապրումը չկա, այդ նկարը գնահատվել չի կարող։ Եվ հազես որպես օրինակ հիմա պիտի բերեմ մի նկար, որ անսպասել էր իր համար Սևանում նկարել։ Եվ ահա Սևանում երբ լճափին ման էր գալիս, փնտրում էր այնպիսի տեղ, որ այդ պատկերը արտահայտի իր զգացումը առնչված Սևանի հետ։ Այլ նույն սովետական շրջանում սկսվեց Սևանի մակերեսը իջեցնել։ Եվ մոտավորապես մոտ 20 մետր Սևանի ջուրը իջավ եւ ջուրը կորցրեց իր կեսից ավելին։ Հիմա որոշակի նրբություն կա մասամբ պարզացնելու մակարդակը, որտեղ առանց Սևանի գոյության Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Եվ ահա նկարիչ Հակոբյանը կանգնած ափին նայում է քարերին։ Ուրեմն ջուրը այստեղ է եղել։ Ուրեմն երբ ջուրը իջել է, այս քարերը արևի ազդեցության տակ նմանվել են կմախների, ոսկորների եւ նկարել է այնպես, որ կարծեք ծովափին, ջրափին ընկած կմախք է դրված։ Եվ երբ նկարը նայում ենք խոր զգացումներով, ապրում ենք, թե ինչ է ցանկանում շեշտել, ինչպիսի ողբերգություն է այդ Սևանի լիճի ուրեմն մակերեսի իջեցումը։ Ահա ձեզ Սևանյան տեսարանը բնանկարը ինչպես է պատկերել Հակոբ Հակոբյանը։ Հակոբ Հակոբյանը գույների հարցում նույնպես պարզություն է ընտրել։ Հայկական նկարչությունում հիմնականում գերիշխում են վառ գույները, իսկ Հակոբյանի ներկապնակում ավելի սառը գույներ են։ Նա ունի մի քանի նախընծելի գույն՝ սպիտակ, մոխրագույն, օխրա։ Հենց այս գույների Հայաստանն է Հակոբյանի Հայաստանը։ Գույների իմաստով հենց ինքը վարպետը խոստովանում է, որ իր դիապազոնը լայն չի եղել։ Ինքը խոստովանում է, որ մոխրագույնով, օխրայով, սևով, սպիտակով ինքը առավել հաջողությունների հասնում, քան ինքը վառ կարմիրով, նարնջագույնով, կապույտով եւ այլնով կաշխատեր։ Հենց դրա համար Հակոբ Հակոբյանի նկարները նաև առանձնացան, կրկնում եմ առանձնացան լավ իմաստով, որովհետև ընդհանուր ընդունված կարծիք կար, որ հայկական լեռնաշխարհի լույսը, հայկական լեռնաշխարհի արևը, գունառատ միջավայրը դա հայկական նկարիչների մենաշնորհն է։ Բայց մենք այստեղ տեսնում ենք բոլորովին այլ գունաշխարհ, որովհետև Հակոբ Հակոբյանի ստեղծած կոմպոզիցիաներում հիմնականում գերակշռող դերակատարումը վերաբերում է ոչ թե գույնին, այլ գծին։ Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններում բազմաթիվ են բնանկարները, սակայն աշխատանքների մեծ մասի առանցքում մարդն է։ Դրանց բովանդակությունը երբեմն լի է անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացումներով, ինչպես օրինակ նեյտրոնային ռումբին ոչ, Սումգայիթ քթավներում եւ ընտանիք քանդակում։ Յոթանասնական թվականներից արդեն Հակոբ Հակոբյանը անցավ մաքուր դիմանկարի ժանրին։ Ինչու եմ ասում մաքուր, որտեղ մարդկային ֆիգուրներ դեռևս վաղ շրջանում մինչ այդ կար։ Իսկ Հակոբ Հակոբյանի բնափիլիսոփայությունը առհասարակ աշխարհ ընկալումը նրա մտածածությունները մարդ եւ աշխարհ գլոբալ իմաստով մենք տեսնում ենք
այնպիսի հանճարեղ գործերում, ես չեմ խուսափում այդ բառն օգտագործել, որտեղ օրինակ ինքը պատկերում էր մեծ ափերով մարդը ինչպես է գուրգուրում նոր ծլած բույսը։ Այսինքն այստեղ ինքը չի կտրվել արվեստագետը եւ գլոբալ իմաստով այն տագնապից, որը տիրում էր աշխարհում, միևնույն ժամանակ էկոլոգիա ենք տեսնում, միևնույն ժամանակ հոգեբանություն ենք տեսնում, իսկ առաջին հերթին մենք տեսնում ենք գրագետ բարձր վարպետությամբ նկարչություն։ Հակոբյանը մի անգամ նշել է, որ իր համար նկարչության առաջին նյութը մարդն է, հաճախ թույլ, միայնակ մարդը, ում կարծես նկարիչը օգնության ձեռք է մեկնում։ Մարդն է նրա գլխավոր թեման։ Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պատկերելիս լինի, թե մանեկեններ, Ակոս թերթի երջանկա հիշատակ խմբագիր հրանդիքի կերպարը ստեղծելիս լինի, թե ուղակի ակցիաներ ու այլ գործիքներ նկարելիս։ Երբ մանեկենը կամ գործիքը բնավորություն են արտահայտում, ծնում մարդկային զգացումներ, ուրեմն նրանք մարդկային հոգի են ստացել, մարդեղացել։ Հակոբ Հակոբյանի նատյուրմորտներում մենք տեսնում ենք առարկաներ, որը զարմանալի չէ նատյուրմորտ ժանրում, սակայն առարկաներ, որոնք ձեռք են բերում կարծես թե իրենց բնավորությունը։ Հատկապես այն նատյուրմորտներում, երբ վարպետը սկսեց պատկերել մանեկեններ, երբ վարպետը սկսեց պատկերել աշխատանքային գործիքներ կամ հագուստի մասեր, եւ ինքը հենց վարպետը տեղեկացնում է մեզ այն մասին, որ եթե արվեստի պատմությունից մենք տեղյակ ենք, որ կարելի է ցուցադրել մարդու մարմնի առանձին մասերով, ենթադրենք դեմքով, ձեռքերով, ժեստերով, հա, ապա ինչու ոչ հագուստով։ Եվ նույն հագուստը, նույն ձեռնոցները, նույն այն աշխատանքային գործիքները կարծեք թե ձեռք են բերում իրենց տերերի բնավորությունները։ Եվ այստեղ արդեն չխուսափենք սիմվոլիստ բառից, որ այլաբանորեն Հակոբ Հակոբյանը արծարծում էր այնպիսի թեմաներ, որոնք մշտապես մարդ էակին հուզող թեմաներ են, գումարած 20-րդ դարի մտածելակերպը համատարած։ Արտավազդ Փելեշյանի դիմանկարի ստեղծման ու առասարակ նրա կինոարվեստի մասին Հակոբյանը գրել է. Երբ ես դահլիճի մեջ նստած դիտել եմ Փելեշյանի ֆիլմերը, ինձ թվացել է, որ սրահի մեջ մարդիկ չկան, ու ես չկամ, որ սրահն ամբողջությամբ մի էակ է, եւ էկրանն այդ էակի սիրտն է, ու այդ սիրտը բաբախում է այնպիսի ուժով, որ հանկարծ գիտակցում ենք, որ ապրում ենք, եւ որ ողջ ըլլալը հրաշք է։ Հակոբ Հակոբյանի աշխարհին հիացրած լավագույն գործերի ցանկում են Կինը խոհանոցում, Դերձակը, Գարուն, Անդոր, Մալիշկա գյուղը, Ջրանցքի մոտ, Իմ արվեստանոցը, Սումգայիթ, Գործիքներ, Հանրապետության հրապարակ, Բուժքույրը եւ Վիրուսներ կտավները։ Եթե Հակոբյանի Պաշտելի Սարյանը կյանքի վերջին տարիներին երիտասարդական փորձարարության ու որոնումների ոգով ստեղծագործական նոր, այսպես կոչված երկնագույն շրջանին անցավ, ապա ինքը Հակոբյանը 90-ի շեմին տարվեց քանդակագործությամբ։ Միայն մահից հետո բացվեց նրա քանդակների ցուցահանդեսը, եւ այցելուները տեսան նույն Հակոբ Հակոբյանի ինքնատիպ արվեստը։ Քանդակները պատրաստված են աշխատանքային տարբեր գործիքներից՝ մեխերից, երկաթյան իգերից, տափակաշուրթ ակցաններից, երկաթի կտորներից։ Քանդակներ, որոնք ըստ նկարչի ապրում ու շնչում են ինչպես մարդիկ։ Հայրենի երկրի ճանաչման ընթացքը սկսեց նոր ուղղություններ տեսնել։ Այնպիսին, ինչպիսին Արագածի լանջին, գիտական ինստիտուտի կողքը լանջին դրվեց մի հուշարձան 12 մետր բարձրությամբ, որոնք ընտանիք է ներկայացնում, բայց գործիքների ձևով մտահղացված։ Եվ այդ գործիքները սկսեցին իր մոտ նոր գաղափարներ ստեղծել։ Նա գնում էր, տեսնում էր երկաթագործի մոտ շատ գործիքներ կար, բան կար, հավաքում էր այդ գործիքները կդրել էր տալիս, տարբեր գործիքներ իրար միացնելով, դարձնում էր մի այնպես սիմվոլիկ կերպար, որ կամ սիրող էր, կամ հարձակվող էր, կամ կռվող էր եւ այլն։ Եվ այդպես հարյուրավոր
քանդակներ ստեղծեց։ Եվ հիմա վերջի շրջանում ստեղծած նոր ձևի պատկերներ, գեղանկարչական գործեր, հիմնականում անվանելով սիրո պարտեզներ։ Եվ հիմա երբ մենք այդ նկարները նայենք, մենք կտեսնենք, կարծեք թե դա հին պատմական շրջան է։ Մենք այդ նկարների մեջ կտեսնենք հին հունական արծաթյա քանդակներ, սիրո շարժումներ, այնպիսի բաներ, որոնք իհարկե համաշխարհային արվեստի բացառիկ երևույթներ են։ Կյանքի վերջին տարիներին Հակոբ Հակոբյանը, որպես իր ժողովրդի անարծած զավակն ու իր երկրի իսկական քաղաքացին, չափազանց մտահոգված էր մեր անկախ պետության ապագայով։ Նա երբեմն սուր էր արտահայտվում, երբեմն հատու եւ հորետեսական, որովհետեւ համոզված էր, որ սա պետություն ունենալու մեր վերջին հնարավորությունն է։ Ամբողջացնելով իր մտահոգությունները, որ մինչ այդ հաճախ էր որպես հարցազրույց, ակնարկ կամ հոդված մամուլին հանձնում, նկարիչը հրատարակեց «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» ժողովածուն։ Բայց միայն սեփական երկրի ապագայի նկատմամբ անհանգստությունը չարտահայտված այս գրքում, այլ զետեղված են նաև փառահեղ հայերենով շարադրված կենսագրական նյութեր, մի շարք արվեստագետների կարծիքներ ու գնահատություններ։ Մեծ նկարչի այս գրական միակ երախայրիկը օգնում է ավելի լավ հասկանալու նրա արվեստն առհասարակ։ Նկարչությունը տարիք չունի։ Քարայրերում արված նկարները չեն հնանում, հիմա նույնպես արժեք ունեն։ Նկարիչը մշտապես մի պատմություն է պատմում իր նկարներում, սիրում էր կրկնել նկարիչը։ Հակոբ Հակոբյանի պատմությունը մեր մասին է, մարդու, հայի, հայրենիքի ու մեծ աշխարհի պատմություն։ Պատմություն, որ ամեն անգամ վերստին կվերակենդանանա նրա կտավներով հիացող ամեն մեկի գիտակցական ու ենթագիտակցական շերտերում, մտքում ու հույզերի մեջ։ Իր զրույցներից մեկում ինքը նշում էր, որ խաբելը մեղք է, խաբելն ամոթ է։ Եվ Հակոբ Հակոբյանին եթե մեկ բառով փորձեի բնութագրել, ապա ես կասեի ազնվությունն է դա, որ համահունչ է նրա կերպարին։ Նրա տեղը դեռևս ազատ է հայկական կերպարվեստի, մասնավորապես գեղանկարչության դաշտում։ Ազատ է եւ դա խոսում է հենց վարպետի օգտին։ Նրա հետ բազմաթիվ անգամ զրույցներում նա չէր ուռճացնում եւ չէր թելադրում իր կարծիքը։ Նա ասում էր, որ ես որևիցե մեկին չեմ ուզում խանգարել։ Նրա համոզմունքն էր, որ յուրաքանչյուր մարդ դա մի անկրկնելի էակ է եւ պետք չէ կրկնել որևիցե մեկին, այդպես էլ ես չեմ ուզի, որ կրկնեն ինձ ոչ ասածս եւ ոչ արածս։ Անմերժելի հիշատակ թողեց Հակոբ Հակոբյանը հայկական կերպարվեստի պատմությունում։ 60-ականներից իսկույն մուտք գործելով հայկական կերպարվեստ, նա կայացավ, շատ մեղմ է ասած կայացավ, եւ միայն նրա ցուցահանդեսները եւ Փարիզում, եւ Մոսկվայում, եւ այլուր ձեռք բերած հաջողությունները խոսում են այն մասին, որ նրա պատմությունը, ինչպես ինքն էր ասում, յուրաքանչյուր նկարչի նկար դա իր պատմությունն է։ Նրա պատմությունը եւ նրա պատմությունները հասկանալի եւ հոգեվարազատ դարձան ժողովրդին։ Պետք է ասեմ, որ մենք, որ մեր ժողովուրդը առանց մտավորական, մշակութային բարձր մագարտագի հասնել չի կարող։ Եվ հիմա պետք է ճիշտ ընկալենք, մոտենանք, թե մենք ինչպիսի արվեստագետներ ենք ունեցել եւ այդ արվեստագետները ինչ են այսօր թելադրում նոր սերնդի համար, որովհետեւ նոր սերունդը նույնպես զգա եւ իրենց ապրումները հաղորդի եկող ժամանակներին։ Այսօր ինչպես ժամանակին բարձր գնահատվում Այվազովսկին, Վարդգես Սուրենյանցը, Մարտիրոս Սարյանը եւ այսօր միջազգային տարբեր ուրեմն ցուցահանդեսներում եւ վաճառքի ցուցահանդեսներում նույնպես բարձր են գնահատվում, մասնավորապես մեր Նինաս Ավետիսյանը եւ Հակոբ Հակոբյանը։ Մաղթենք, որ այդ վերելքը ապրի
հրաշալի շարունակում եւ մտահղանանք մեր կառավարության կողմից մտահղացվի այնպիսի թանգարան, որ այդ թանգարանում ինչպես իր ընտանիքը պատրաստ է նվիրել իրենց իր լավագույն բոլոր գործերը, այդ թանգարանը ստեղծվի, որբեսի բոլոր աշխարհից եկողները տեսնեն, ծանոթանան, հարգեն նման արվեստագետին։ Երբ Հակոբյանն իր ճանաչումի ու գնահատանքի բարձրակետին էր, Սարյանն արդեն չկար, բայց նա ապագա վարպետին արդեն ճանաչել էր ու գնահատել դեռևս երիտասարդ տարիքից։ Հակոբյանն իր ժամանակը խորը ապրող եւ սիրո պաշտամունք ունեցող նկարիչ է։ Իր ինքնօրինակ բնանկարները թեև դիտվում են ամայի, բայց շնչում են հարուստ հոգով։ Այդպես հաղորդվել բնության հետ նշանակում է գերազնվություն պարգևել։ Մարտիրոս Սարյան